Ես Նորայր Ժամարյանս ծնվել եմ 1949 թվականին Երևան քաղաքում Սիլաչի թաղամասում Ծարաղի ընտանիքում Հայրս եղել է շատ մեծ երաժիշտ, բայց շատ երիտասարդ հասակում մահացավ Մայրս մանկավարժ էր ես եւ քույրս էինք Բարև ձեզ, եթերում է մեկ օր ճանաչված մարդկանց հետ հաղորդաշարը եւ այսօրվա մեր հյուրը կլինի Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, երաժիշտ, երգահան, մանկավարժ Նորայր Ժամհարյանը 7-8 տարեկան հասակում ինձ տարավ մայրս քաղաքային պիոներների պալատ որ սկսեմ նվագել շփոր գործիք Այնուհետև այդ գործիքը շարունակելով այդ նույն պալատում գործում էր ժողովրդիկների նվագախումբ ինձ սիրտս քաշ էր ճիշտ ասած ասի ես ուզում եմ անպայման շվի դուդուկ հետո կլառնեմ սովորեմ այդ ընթացքում փոխվեցի այդ նույն նվագախումբը անցան տարիներ ընդունվեցի Թեթևարդնաբերության տեխնիկում, այն ժամանակ տեխնիկում էին անվանում այդտեղ գործում էր իմ նոր նվագախումբ ժողովրդիկների Կարլեն Միզյանի ղեկավարությամբ սկսեցի նվագել դուդուկ գործիք տարիներ հետո մեր ղեկավարին Կարլեն Միզյանին նշանակեցին նորաստեղծ պետական ժողովրդիկների նվագախմբի ղեկավար Եվ ինձ առաջարկեցին, որ ես այդ մրցույթին մասնակցեմ։ Մասնակցելուց հետո ես ընդունվեցի Հայաստանի ժողովրդիկների պետական նվագախումբ որպես մենակատար։ Այդտեղ ծանոթացա շատ լավ երգիչների, երգչուհիների հետ, որոնց հետ աշխատեցի մոտ 30-ից ավել տարիներ։ Ֆլորա Մարտիրոսյան, Լևոն Իսպիրյան, Էդվարդ Դարփինյան, Սուսաննա Սաֆարյան, շատ ճանաչված երգիչ-երգչուհիներ, բայց Ֆլորա Մարտիրոսյանի հետ ես ահագին ժամանակ աշխատեցի իր նորաստեղծ նվագախմբում որպես ղեկավար։ Ցավոք սրտի իր այդ դեպքից հետո ես Ընդհանրապես արդեն գործիքը ծալեցի և դրեցի պատյան։ Այսօր շատ լավ օր է, շատ գեղեցիկ ինձ համար։ Ես ուզում եմ այս ծաղիկները նվիրել Նորիկին։ 20 տարիներ ինքն է ինձ ծաղիկներ նվիրել։ 20 տարի լեցուն համերգների ժամանակ։ Այստեղ ամեն ինչ խոսվեց կոմպոզիտոր, դուդուկի, տարբեր գործիքներ, ոչ մեկ չհիշեց Նորիկի նվագակցության, վարպետության աշխանը։ Դա ես ուզում եմ ձեզ ասել, ուզում եմ նաև համոզել, որ դա առաջին կարգի վարպետություն է։ Ինձ հետ 20 տարիների ընթացքում մի քանի անգամ նվագակցել են շատ անվանի վարպետներ, Վաչե Հովսեփյան, Ջիվան Գասպարյան, շատերը։ Ես չեմ զգացել Թող իհարկե ներեն իրենց վարպետությունը ես չեմ թերագնահատում, իհարկե Վաչե Հովսեփյանը ակադեմիկ ուսուցահար էր, կարելի ասել։ Բայց նվագակցություն որպես ոչ մեկից չեմ զգացել, այնպես ինչպես Նորիկն է նվագակցում։ Կարծում ենք մենք իրար հետ հայ Նորիկ ջան սկսեցինք, ես սովորեցի երգել ու նվագակցել, եղավ մի ընդհանուր Չգիտեմ ինչպես անվանել։ Գոհարներ մեկ-մեկ։ Հիմա ես որ լսում եմ մեր լայնագրությունները, շատ հուզվում եմ, շատ։ Ֆլորա Մարտիրոսյանի հետ մենք ընդունվեցինք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Գերազանց ավարտեցինք, իրան նշանակեցին Արմեն Տիգրանյան դպրոցի տնօրեն, ինձ էլ նշանակեցին ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցի տնօրեն։
12 տարի աշխատելուց հետո դե արդեն ասակի առումով դրանցանք արդեն կենսաթոշակի մեխանիկորեն այդ պաշտոնը թողեցի, ես հիմա աշխատում եմ Արմեն Տիգրանյան դպրոցում որպես բաժնիվարիչ եւ դուդուկի մանկավարժ։ Եղել են շատ համերգային շրջագայություններ, տարբեր երկրներ, 33 երկիր, պատկերացնում եք դա ինչ բան է, չհաշված որ ամեն երկիր 2-3 անգամ։ Եթե ժողովուրդը ընդունում է, ուրեմն դուք ես անձամբ շատ լավ ես զգում։ Մենք այստեղ մի անգամ եւս վերհիշում ենք անցած այն երկերը, որոնք մեր պատանեկությունը, մեր հետագայում արդեն տարիքային առումով ուղեկցեցին մեզ միջև մեր օրը։ Իսկ հատկապես ուրախ եմ, որ այստեղ այսօր գտնվում եմ իմ շատ թանկ բարեկամ, համեստագույն անձնավորություն, որը որ եթե մի ուրիշ մարդ լիներ այս երկերի հեղինակը, այսօր բոլորս կհամոզվենք, երևի թե նրա անուն ազգանունը ավելի շատ հնչեր եւ ավելի շատ նա երևար եթերում։ Բոլորիդ հետ միասին ինձ թվում է, որ կկարողանանք այսօր վայելել այս ուրախությունը եւ կիսել այս ուրախությունը մեր Նորա Ժամարյանի հետ։ Ունեմ շատ լավ ընտանիք, 3 երեխա, մի տղա, 2 աղջիկ եւ 6 թոռ առայժմ։ Իմ աղջիկս Թամարա Ժամարյանը շատ լավ պարուհի էր, բայց ինձ ստիպեց ասես պապ, ուզում եմ պարը էլ չպարեմ, ուզում եմ երկով զբաղվեմ։ Ես էլ ասեցի աղջիկ ջան, դու պարալվես ուսումնարան ես ավարտի, համալսարանն ես ավարտել, լավ մանկավարժ ես, ասես չէ, հիմա ուզում եմ երգեմ, որտեղ ցանկություն կա։ Ստիպեց ինձ, ես էլ խնդրեցի իմ շատ լավ ընկերներից մեկին, Էդվարդին ասեցի, որ աղջկա ձայնը թող մի փոքր մշակի, եւ կար ժամանակում ինքը արդեն սկսեց երգել ու աստիճանաբար կատարելագործվեց։ Ու հիմա ինքը ճանաչված երգչուհի է դարձել, բոլորը իրեն հարգում են եւ սիրում են։ Ոչ ոքը ոչ մի չարաշունի Օժորը դեմքիս ամենը ծալքնիր դարդն ունի Ձերության դեն ոչ ոքը ոչ մի չարաշունի Միշտ ապարտես ինչ կա ոչինչ Երիտասարդ հասակում դե բոլոր երիտասարդները ունենում են ընդհանրապես զգացմունք սեր։ Ես էլ սիրահարվեցի, մինչև կնոջս հանդիպելը ու անկախ ինձանից սկսեցի երգեր հորինել, գրել, որտեվ այդ հոգով ես այդ երգերով ես ավելի շատ էի հանգստանում, այդ աղջիկը էլ չկար, ուղղակի ինձ արդեն ինքը ոնց որ ասում է գցեց դրա մեջ, ես դարձա իրանով ոչ գուսան, ոչ երգան, չգիտեմ ինձ ոնց կարամ անվանեն, բայց ես երաժշտական առումով որ կոնսերվատորիան ավարտեցի, սկսեցի արդեն նոտաներ գրել, երգեր ոչ թե միայն ստեղծագործել բառեր, այլ երաժշտությամբ զբաղվել ու իմ երգերը ես
գրում էի նոտաները երաժշտությունը եւ բանաստեղծությունները։ Աղջիկը գնաց հեռու հեռավոր երկիր եւ երբ տղան կորցրեց նրան, չգիտես ինչու անվանեց Նանար։ Նանարը իհարկե գիտեր, որ այլևս չի ապրելու այդ տղայի կողքին, բայց չգիտեր, որ ապրելու է նրա երգերում։ Նա չգիտեր, որ իր իսկական բնակատեղին լինելու է ոչ թե հեռու հեռավոր երկիրը, այլ այդ տղայի սիրտը։ Չգիտեր, որ երկու մարդ չնայած կորցրեցին իրար, բայց ժողովուրդը գտավ գեղեցիկ երգեր։ Եթե այդ երգերը շղթայի պես շարենք կողք կողքի, կստացվի մի մեծ սիրո պատմություն։ Հենց այդ պատմությունն էլ կպատմենք մեր եթերում, որտեղ նորից երգերքոցն է այդ տղայի այսօր արդեն 63-ամյա անվանի երաժիշտ երգահան Նորայր Ժամհարյանի եւ նրա երգերի հետ։ Սիրտս երգում է Էրիկ Կարապետյանը։ Այդ ընթացքում 86 թվականին, երբ որ բացվեց Կռնուկ-Պարի անսամբլը, Ազատ Թորգոմի Ղարիբյանը ինձ հրավիրեց այդ նվագախմբում որպես երաժշտական մասի ղեկավար։ Հետո այս երգերի ընթացքում ամենաճանաչված երգս դարձավ իմ վարպետի համար գրված 50 տարի երգը Լաչե Հոսեփյանի մասնախոսքը։ Նա 50 տարեկան հասակում մահացավ, ես երիտասարդ էի, իր կյանքը իմանալով եւ այս երգը գրեցի 50 տարիս, այնտեղ մի խոսք կա նախադասությամբ, ասում է կիսատ գործես որդուս թողի, բացատրելու ժամ չմնաց։ Այսինքն ինչ է նշանակում։ Ինքը մեզ սովորացնում է, ինձ Խաչկին և Բեյնիկին, մենք երեքով ենք գնում, սովորացնում է, բայց իր տղային չասել է, ժամանակ չունեցավ, որ իր տղային վահեին սովորացնում է դուք գործիքը։ Անցան տարիներ, ես երգը հնչեց Կիրովականում գիտեղ Իսպիրյան Լևոնի հետ գնացել էինք հարսանիք, այս երգը 50 տարին հնչեց։ Այդ ընթացքում մենք չգիտենք, որ Քավրի 50-ամյակն է, այդ հարսանիքից հետո անցան տարիներ։ Մենք անսամբլի փորձից դուրս ենք եկել հրապարակ, ընդմիջման, պատմական մեկը տեսնեմ, մեկը սենց խփեց ուսից։ Ասեց այն Նորիկ ջան, ես ինչ երգ ես գրել, ասի ինչ է եղել։ Ասեց 50 տարիս անցավ, ոչ մազերս թափվեց բորս, ոչ մեջքս ծռվեց, ոչ բան, ես ինչ երգ ես գրել։ Այդ ընթացքում ինքն ոնց որ ինձ տար ստիմուլ, որ ես մի նոր երգ պիտի գրեմ, ինձ թվաց դե 50 տարի երգից հետո ես ոչ մի բան չեմ կարող ստեղծագործեմ, մտածեցի, ասի լավ ասի, ես այնպես երգ պիտի գրեմ, որ իմանաք դե դա ինչ է նշանակում։ Եվ եկա մտածեցի, գրեցի իմ հասակ երգը։ Պատկերացնում եք, դա անենց մի անգամից ինձ մոտ եկավ մուսա, որ ես գիշերվա ժամը 2-ին զարթնել եմ, ուրեմն համ նոտաներն գրում եմ, համ բառերը, իրար համատեղ չեմ հասցնում։ Եվ մինչև ժամը 6-ը առօրյան գրել եմ, տենց այդ գրածի վրա ննջել եմ։ Եկել տեսնեմ, մեկը ինձ համբուրում է, աշկս բացեմ տեսնեմ կինս։ Վերցել այդ տեքստը ու կարդացել է, թե ես ինչ երգ ես գրել, եթե չեք հավատում իրեն հարցրել։ Եվ ընթացքում արդեն իմացա, որ հետո ինքը բանասեր է, ինքը անմիջապես տեսա, որ թեման ինչ ձևի է և հանգավորումը ոնց է և ամեն ինչը։ Ու այդ երգը ժողովրդի մեջ մտավ։ Միայն Ֆլորա Մարտիրոսյանը ասեց նոր ջան ասեց, այս երգը կարող ընկնի Ռաբիզե ձեռը չասնեմ, ճիշտ ասած, տուր ես սա կատարեմ ու հանեմ դեմ։ Եվ այդ երգը ես նվիրեցի Ֆլորային։
Նորայ Ժամխարյան տաղանդավոր այն երաժիշտներից է, ով ասպարեզ գալով համալրեց մեր ժողովրդական նվագարանների փայլուն կատարողների շարքը։ Նա տիրապետում է ժողովրդական բոլոր փողային գործիքներին։ 1970-ական թվականներին ասպարեզ գալով նա ճանաչվեց որպես բլուզի պրոֆեսիոնալ կատարող, ինչպես նաև դասավանդող։ Ավարտելուց հետո ես միակ գործիքով ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա եւ այդ գործիքը առաջ անգամ այդ գործիքի համար տեղը բացվեց, որ ես սովորեմ։ Դա կոչվում է բլուզ գործիքը։ Առաջին մասնագետը ես եմ, ես էլ ինքս իմ հետ աշխատել եմ, բայց ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի դասարանում էի սովորում, ինքը ինձ համար հատուկ բլուզի գործեր էր գրում, շատ գործեր, որը ես եմ կատարել, եւ այդ կատարումը լսելու հանդերձ։ Ժողովուրդը, որ արդեն գալիս էին համերգների հետ, գործիքը ոչ մի անգամ բեմ չէր բարձրացել։ Առաջի կատարող ես եմ եղել։ Նոր կինոֆիլմ էին ուզում նկարահանել Ձորի Միրոն։ Եվ Էդվարդ սպայն ազգանու չեն իշում։ Խնդրեց, որ ես անպայման մասնակցեմ ձայնագրությանը ռադիոյի և սիմֆոնիկ նվագախմբի կատարողների հետ, պատկերացնում եք, այդ նվագախմբի հետ ժողովրդական բլուզ գործիքը նվագի։ Եվ Ձորի Միրո ֆիլմի մեջ 4 և 5 գործ ես նվագել եմ, եթե տեսել եք կամ իմացել եք, որ գործիքի հնչողությունը ոնց է, կամ կատարումը ոնց է։ Ավարտելուց հետո ինձ խնդրեցին, որ ես անպայման մնամ կոնսերվատորիայում, որպես դասախոս և ունենամ սաներ։ Աշխատեցի երկար տարիներ, մոտ 8-9 տարի, հետո որ նշանակեցին ինձ երաժշտական դպրոցի տնօրեն, ես դուրս եկա կոնսերվատորիայից, բայց թողեցի շատ լավ ուսանողները, որոնք արդեն այսօր վաստակավոր արտիստ են դարձել։ Արմեն Գրիգորյան, Գուրգեն Ասիլյան, շատերը կան, որոնց անունս իրենք շատ ճանաչված երաժիշտներ են, ես հպարտանում եմ իրանցով։ Ինձ համար շատ մեծ պատիվ է լինել Նորայ Ժամխարյանի դուստրը, դա ուզում եմ անպայման շեշտել, իսկ այն երկերքոցը, որ ես այսօր պետք է լսեմ և միշտ եմ լսում, ես հենց դրա հնչյունների ներքո մեծացել եմ և հենց դրա համար շատ շնորհակալ եմ հայրիկին, որ մեզ հրամցրել է միմիայն գեղեցիկ ու գնահատելին։ Նորայ Ժամխարյանի հանդեպ հետաքրքրությունը նաև կինոռեժիսորներին չթողեց անտարբեր։ Ձորի Միրոն ֆիլմում օգտագործվել են բլուզի նրա կատարումները։ Հիմա այս գիրքը, որ կա սիրտս գիրքը, փոքր բրոշոր է, բայց սրա մեջ այդ իմ ասած ճանաչված երգերն են, իմ նկարով, և սիրտս երգը, որը շատ են սիրում բոլորը, կատարվել է բոլոր մեծ երգիչների կատարումով, անունները ես չեմ կարող թվարկեմ, ուղղակի սրա մտահղացման գաղափարը եղել է Սուսաննա Սաֆարյանը ինքն է ուզեցել, որ անպայման մի փոքր բան մնար ժողովրդի մեջ այս նոր գրքով իմ ստեղծագործություններով։ Ունեմ շատ նոր երգեր, որոնք դեռ չեն հնչել, բայց շատերն են հնչել, բայց ուղղակի ժողովուրդը երևի չի իմացել, որ իմն է, բայց 50 տարով և իմ հասակով ժողովուրդը գիտեն, որ դա է միայն հեղինակային երգերը։ Այնուհետև 2016 թվականին
ինձ շնորհվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի վասագույն վաստակավոր տիտղոսի կոչումը, սա էլ նշանն է, սա էլ ստորագրված ամեն ինչով մեր նախարարի նախագահի ստորագրությամբ ունեմ շատ պատվոգրեր, շնորհակալագրեր, նշաններ, լաուրեատների, Սեսարուսնի, ոնց որ ասում են հանրաբանը, նյութենական, սա կոնսերվատորիայի նշանն է, սա էլի դափնեկրի բաներ, կա շատերը կան, բայց ուղղակի այսքանը ես կարող եմ հիմա ձեզ ներկայացնեմ, որը իմ ձեռքի տակ կա։ Լայն շփումը երաժշտության հետ հանգեցրեց նրան, որ Նորայր Ժամխարյանն նաև երգեր է կրում, որոնք լայն տարածում են գտնում աշխարհով մեկ հայության մեջ։ Հասակը տարիների փորձն ունի ամեն տարի իրեն պատմությունն ունի խոժորը դեմքիս ամեն ծալքանիր դարդն ունի ծերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի խոժորը դեմքիս ամեն ծալքնիր դարդն ունի ծերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի Վերջնաբանը իմ այն կլինի, որ ես ցանկանում եմ բոլոր երիտասարդ երաժիշտներին ունենան մեծ աշխատանքային փորձ, մեծ ճաշակ բեմական եւ իրենց կատարմամբ մեր ժողովրդին արտակարգ երաժշտություններ մատուցեն։ Այսօրվա համար այսքան է։ Հետևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Կամաց ծերությանս մոտեցա գիտեմ շուտով կբերեն իմ պսակը թողեք մի պահ վայել եմ իմ հասակը գիտեմ շուտով կբերեն իմ պսակը թողեք մի պահ վայել եմ իմ հասակը թողեք մի պահ վայել եմ իմ հասակը թողեք մի պահ վայել եմ իմ